Ալելույա, եկ ասենք, որ նա է մեր Տերը, եկ այսօր բարձրացնենք Հիսուս Քրիստոսի անունը, մեծարենք ու օրհնենք նրան, ամեն մեկս մեր սրտից, ամեն մեկս մեր ձայնը բարձրացնենք, աշան ես Տեր։ Հիսուսն է Տերը երկրի, արժանի օրհնանքի, նա մեռավ մեզ համար և արյավ, մեծարավ բարձրալի, հարության արքայի, Տերը իմ Սամոսն է օրհնության։ Տերերի Տեր է նա, էությամբ սեր է նա, կյանքը ինա դրեց խաչի վրա, հրկություն պարգևեց, մահվանլուծը նա փշրեց, խավարին իր լույսով հաղթեց, Տերերի Տեր է նա, հաճելի է նա, էությամբ սեր է նա, կյանքը ինա դրեց խաչի վրա, հրկություն պարգևեց, մահվանլուծը նա փշրեց, խավարին իր լույսով հաղթեց։ Հիսուսն է Տերը երկրի, արժանի օրհնանքի, նա մեռավ մեզ համար և արյավ, մեծարավ բարձրալի, հարության արքայի, Տերը իմ Սամոսն է օրհնության։ Տերերի Տեր է նա, էությամբ սեր է նա, կյանքը ինա դրեց խաչի վրա, փառքեց, Հրկություն պարգևեց, մահվանլուծը նա փշրեց, խավարին իր լույսով հաղթեց։ Ալելույա Հիսուսն է Տերը երկրի, արժանի օրհնանքի, նա մեռավ մեզ համար և արյավ, մեծարավ բարձրալի, հարության արքայի, Տերը իմ Սամոսն է օրհնության։ Հիսուսն է Տերը երկրի, արժանի օրհնանքի, նա մեռավ մեզ համար և արյավ, մեծարավ բարձրալի, հարության արքայի, Տերը իմ Սամոսն է օրհնության։ Տերը իմ Սամոսն է օրհնության, Տերը իմ Սամոսն է օրհնության։ Ալելույա, ալելույա, մեր սաղմոսն են քեզ բարձրացնում, մեր երգն են քեզ բարձրացնում, մեր սրտի սերն ու խոստովանությունն են քեզ բարձրացնում, Տեր, որքան թանկ ես դու մեզ համար։ Շատ իրավիճակներ են լինում, երբ մենք ասում ենք, եթե Տերը օգնություն չլիներ մեզ, քիչ կմնար, որ իմ անձը լռության մեջ բնակվեր։ Եթե Տերը օգնություն չլիներ, քիչ կմնար, որ իմ անձը լռության մեջ բնակվեր։ Լռություն, երբ երգ չկա, երբ խոսքեր չկան ասելու, երբ չկա սեր, երբ չկա հույս, երբ չկա հավատ, ամենուրեք լռություն։ Բայց փառք մեր Տիրոջը, որ նա մեր անձը լռության մեջ չթողեց, որովհետև Սաղմոսը ասում է, քիչ էր մնացել, թե իմ անձը լռության մեջ բնակվեր։ Փառք ես Տեր, որ դու մեզ նոր երգեր ես տալիս ամեն ժամանակ, որ դու մեր սիրտը լցնում ես, Տեր, գոհությունով, շնորհակալությունով, որ դու մեր սիրտը լցնում ես։ Եթե ասում եմ ոտքս դողում է, Տեր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Իմ հոգսերը իմ սրտում շատանալիս քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։ Ալելույա։ Պատահում է, որ ոտքերը դողան ծանրությունից, պատահում է, որ սիրտը տրտմի,
պատահում է, որ հոգսերը սրտումդ այնքան շատանան, որ ծանրությունից կքաս։ Տեր, եթե ասում եմ ոտքս դողում է քո ողորմությունը, ճիշտ ժամանակին հասնում եւ հաստատում է ինձ։ Իմ հոգսերը իմ սրտում շատանալիս քո մխիթարությունները, փառք ես Տեր, քո մխիթարությունները ուրախացնում են ինձ։ Ուրեմն կարող ենք վստահացել, որ մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, մեր տան մեջ ամեն ժամանակ նրա կարիքն ունենք, մենք կախված ենք նրանից, մենք կապված ենք նրա հետ, նա մեր Տերն ու արքան է, նա մեզ բարձրացնողն ու մխիթարողն է, նա մեզ ուրախության յուղով օծողն է, ասա մի քանի հոգու, ես Հիսուսի կարիքն ունեմ։ Kotanın mist, Isusi gariknunes. Mertanın mist, Isusi gariknunes. Mertanın mist, Isusi gariknunes. İnçornyale tam meşkanka, İnçornyale tam meşkanka, Yerb Isus. Inçornyale tam meşkanka, Yerb Isus, tere tam meç, inçornyale tam meşkanka, Yerb Isus, tere tam meç, inçornyale tam meşkanka, Yerb Isus. Սրտի մեջ, քո մտքի մեջ, քո կյանքի մեջ, Հիսուսի կարիքն ունես, քո սրտի մեջ, քո մտքի մեջ, քո կյանքի մեջ, Հիսուսի կարիքն ունես, մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, մեր կյանքի մեջ, Հիսուսի կարիքն ունես, մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, մեր կյանքի մեջ, Isusi gariknunes. Inçornyale tam meşkanka, Yerb Isus, tere tam meç. Inçornyale tam meşkanka, Yerb Isus, tere tam meç. Հավատում ես, որ օրհնյալ է, ինչորհնյալ է Տեր, քեզ հետ ապրելը հրաշալի է, քեզ հետ այս կյանքն ապրել ուրախալի է, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, Երբ Հիսուս Տեր է տան մեջ, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, Երբ Հիսուս Հալելույա Տեր, Տեր է տան մեջ, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, Երբ Հիսուս Տեր է տան մեջ, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, Երբ Հիսուս Տեր է տան մեջ, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, ինչորհնյալ է տան մեջ կյանքը, Երբ Հիսուս Տեր է տան մեջ, Երբ Հիսուս Տեր է տան Շնորհակալ ենք, այո օրհնյալ է ապրել նրա հետ,
Երանելի է ապրել նրա հետ եւ դու եւ ես նրա երանելի ժողովուրդն ենք Աստվածաշունչը ասում է երանի այն ազգին որի Աստվածը Տերն է եկեք ուրեն բարձրացնենք այն միակ անունը որով հնարավոր է փրկվել այն միակ անունը որով ունենք հաղթություն որով կանգ ունենք բարձրացնենք ամեն ձայներից բարձր այսօր թող նրա գովաբանության ձայնը մեր մեջ բարձրանա ամեն աղմուկների վրա թող այսօր Հիսուս Քրիստոսի անունը բարձրանա Ամեն փոթորիկների վրա թող նրա սուրբ անունը մեծարվի Հալելույա Ինչ մեծ ես սոր ես Հիսուս մենք պաշտում ենք ես Հիսուս մեր զորապետն ես դու Հիսուս մեր թագավորն ես դու Քեզ օրհնում ենք Տեր Այո աշխարհը Տերը քո ծափերի
Ոչ ոք չկա քեզ նման երկնքում եւ երկրի վրա Ոչ մեկին չունենք Տեր քեզնից բացի Ոչ մեկին չունենք քեզնից թանկ Երկինքները քո փառքն են պատմում եւ այսօր էլ մենք ուզում ենք միանալ այդ երկինքներին եւ քո փառքը մեր կյանքում ցույց տված քո փառքը պատմել քո ժողովրդի մեջ, պատմել քո սուրբ տաճարի մեջ, հռչակել քո գործերը, վկայել քո գործերը, քո առջև բերել Տեր մեր գոհությունը, մեր պաշտամունքը, քո սուրբ անունը մեծարել, քո ներկայությունը վայելել Մենք սիրում ենք քեզ Հիսուս, մենք սիրում ենք քեզ Հիսուս, Հիսուս, սքանչելի ես, ողջ սրտով սիրում ենք քեզ, ողջ սրտով սիրում ենք քեզ, դար մեզ այնտեղ այսօր որտեղ որոշել ես Այո, քաշիր մեզ եւ մենք կվազենք քո հետևից։ Այնտեղը, այն սուրբ վայրը, որ պատրաստել ես մեզ համար։ Տար ամեն մեկիս այնտեղ Տեր։ Մենք մեր ձեռքերն ենք բարձրացնում, հանձնվում քո կամքին, հանձնվում քո շարժմանն ու ներգործությանը։ Մենք քոնն ենք, քեզ ենք պատկանում եւ քո սուրբ անունն ենք այսօր եկել բարձրացնենք մեր տների մեջ, մեր սրտերի մեջ, այս տաճարի մեջ։ Քո սուրբ անունն ենք ուզում բարձրացնել, քո սուրբ անունն ենք ուզում մեծարել, ամեն անուններից վեր, ամեն գահերից վեր, քո անվան առջև ենք ուզում խոնարհվել եւ պաշտել քեզ Տեր։ Հալելույա, ինչ մեծ ես Տեր։ Oh
բանի սկզբանեն, ակունքն անհունի, և գոյացնողը, ճիշտ այնպես ինչպես տնից ավելի շատ պատիվ ունի տունը շինողը, և քեզանով է ինչ որ եղել է, գոյ է ամենայն, հենց քեզ համար է ստեղծվել երբևէ ամեն բան, և ոչ առանց քեզ, և երկինքները քո ձեռքի գործն են ու վաղուց ի վեր, մարդը գործերիդ գլուխ գործոցն է և հողեղեն էր, ինչ հանճարեղ ես, և քո աթոռն է հավիտենական, երկինքը վկա, ու քեզանով է կանգուն ամեն բան, որ կա ու չկա, դու հինավուրցն ես, և հավիտենից միջև հավիտյան դու ես, և բնավ մեկը չկա քեզ նման, ու միայն դու ես, ես եմ, որեմն ես, դու հավերժ միակ ու ոչ միայնակ, խորուրդը խորին, դու խորախորուրդ սերը բովանդակ, մենքը առաջին, սուրբ, սուրբ, սուրբ ես դու հայրը լույսի և հավերժության, ծնողը, տերը, շունչն ամեն բանի և կենթանության, դու մեր հայր մերը, սքանչելին դու ես, դու ծածկապատված և հզոր աստված, անմերձենալի, անըստվեր, անփոփոխ, մեծ և ողորմած ու զարմանալի, երանելին ես, անտեսանելի, կենթանի, հզոր, որդին հոր ծոցում, դու տեսանելի կերպարանքը հոր, սիրո մարմնացում, հոր հետ դու մեկ ես, դու փառքի լույսը և բուն պատկերը նրա էության, բանն ի սկզբանե, ճշմարիտ սերը, դուռը փրկության, և բարին դու ես, դու առաջնեկն ես, դու առաջինն ես ամեն բանի մեջ, դու ճանապարհը, ելքը, վերջինն ես, հոր փառքը մեր մեջ, դու միածինն ես, դու անդրանիկը, սկիզբն ամենայնի և գառը պատրաստ, վերջին ընթրիքը, հոբելյան ձայնի շունչը խորիմաստ, և դու գալիքն ես, դու բարի լուրը, երկսայրի սուրը, սերմն անապական, դու անմար հուրը, կենթանի ջուրը, ծառն անմահության, և դու արմատն ես, և չկա ոչ ոք քեզ խորհրդակից, քեզ մի բան տվող, որ հատուցումը ստանա քեզանից, ով կա հասկացող, անքննելի ես, բարձրերում եղող, բայց խոնարի հետ խորհուրդներ խոսող, գալիք բաների քահանայապետ, մեղքերից մաքրող եղբայրը դու ես, դու գառ և առյուծ, ծառա և արքա, և հավատարիմ, տաճար և ճրակ, ալֆա, օմեգա և մեր Հովանին, և դու ամենն ես, դու ես, ամեն տուն մեկից է շինվում, և քո տունն ենք մենք, դու ես, որով կանք, ապրում ենք, շարժվում, մինչ տուն կհասնենք, այդ մեկը դու ես, խաբված էի չարից, երբ կորած կույր էի ու փախչում էի քեզնից, երբ մութերի մեջ և չարիք ու մեղք անվերջ, բայց անդունդից այն կողմից էր, ցույց տվեց լուսեմի եկա ճանապարհ ինձ ցույց տալու համար թողեցիր գահդ որ հաստատես այն իմ սրտում խաչով քո արյամբ շնորհել ես ինձ ներում քո շնորհքով եմ ես ապրում միշտ
քո խոսքն է իմ սրտում շնորհակալ եմ քո արյան համար որ դարձրիր ինձ դուրսյունից սպիտակ շնորհակալ եմ փրկեցիր կյանքս խավարից դարձա ես փառավոր քո լույսի հալելույա իմ փոխարեն Տեր դու խաչը բարձրացար քո մահով դու զոհ դարձար կենդանացար դու ինձ համար ուրեմա քո խայթոցը և տշող քո բանալին դարձրեց ինձ միշտ հաղթող գարնուկի արյունն անգին շնորհակալ եմ քո արյան համար որ դարձրիր ինձ դյունից սպիտակ շնորհակալ եմ փրկեցիր կյանքս խավարից դարձա ես փառավոր քո լույսի Ինչը զոր և սուրբ է մեր օրհնյալ փրկչի արյունը փոխեց Եվ մենք քո ժողովուրդն ենք և օրհնում ենք քո անունը Ինչը զոր և սուրբ է մեր օրհնյալ փրկչի արյունը փոխեց Եվ մենք քո ժողովուրդն ենք և օրհնում ենք քո անունը Շնորհակալ ենք քո արյան համար որ դարձրիր ինձ դյունից սպիտակ շնորհակալ եմ փրկեցիր կյանքս խավարից դարձա ես փառավոր քո շնորհակալ եմ քո արյան համար որ դարձրիր ինձ դյունից սպիտակ շնորհակալ եմ փրկեցիր Խավարից դարձա ես փառավոր քո լույսի Աստծո խոսքը ասում է երկրպագություն արեք նրան երեսի վրա ընկեք և ծունր դնելով նրա առջև եկեք մենք այսօր մեր ծնկներն ենք կրկնում Տեր քո առջև ասելու շնորհակալ ենք որ մեզ ձյունից սպիտակ դարձրեցիր շնորհակալ ենք որ մեզ մաքրեցիր որ մեզ լվացիր
Աստծո ժողովուրդ ինձ հետ մեծարեք Տիրոջ։ Նա այսօր իր տանն է։ Քեզ երկրպագություն ու պատիվ, քեզ գովասանք ու պաշտամունք, քեզ ալելույաներ ու օրհնաբանություն, Սուրբ, 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 մեր Հայր, մեր Աստված, մեր Թագավոր, մեր հոգու սիրեկան, մեր օրհնություն, մեր ուրախություն, մեր ներկա, մեր ապագա, Ալֆա, Օմեգա, Տերերի Տեր, Թագավորների Թագավոր, մորթված կար, Հուդայի առյուծ, Աստվածների Աստված, քեզ վայել է պատիվ, քեզ վայել է երկրպագություն, քեզ վայել է մեծարան, քեզ վայել է, որ ամեն ծուկ կրկնվի քո առջև, որ ամեն շունչ ունեցող օրհնի քո անունը, որ ամեն սիրտ հալվի քո առջև, ամեն հոգի օրհնվի քեզ։ Շնորհակալ ենք քո արյան համար, շնորհակալ ենք քո սիրո համար, շնորհակալ ենք քո շնորհքի համար։ Հայր մեր, որ երկնքումն ես, թող սուրբ լինի քո անունը, թող գա քո թագավորությունը, թող լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Տուր մեզ, Տեր, տուր մեզ մեր հանապազորյա հացը եւ ների մեր մեղքերը, ինչպես մենք ներում ենք մեր դեմ մեղանչողներին, եւ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ միշտ փրկիր մեզ չարիցով Աստված, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը այսօր եւ միշտ եւ հավիտյան եւ հավիտյան եւ հավիտյան եւ հավիտյան քոնն է փառքը։ Սիրելի Աստված մեր, քո կենթանի հոգով առաջնորդիր մեզ։ Առանց քեզ մենք չենք կարող խոսել, առանց քեզ մենք չենք կարող լսել, առանց քեզ խոսածը օդ է եւ լսածը ունայն, մենք չենք կարող առանց քեզ աղոթել, մենք չենք կարող առանց քեզ երկրպագել, ես չեմ կարող առանց քեզ լինել, դու իմ կյանքի պատճառն ես, դու իմ կյանքի նպատակն ես, դու իմ կյանքի արդարացումն ես, Տերը Եհովան մեր սրբությունն է, Տերը մեր ամենն է, Տերը մեր օրհնությունն է, եղիր մեր մեջ, սիրելի Աստված,
Եվ արա քո կամքը։ Ես չեմ ուզում քարոզել։ Ես ուզում եմ քեզ հետ լինել։ Ես ուզում եմ քո ներկայությունը մոտ լինի։ Ես ուզում եմ ուղղակի վայելել քեզ։ Ես ուզում եմ լռել, որ դու խոսես, բայց իմ հոգին աղաղակում է։ Ես սիրում եմ քեզ։ Սիրում եմ քո ներկայությունը։ Սիրում եմ քո տունը։ Սիրում եմ քո ժողովրդին։ Սիրում եմ նույնիսկ այս պատերը, որովհետև այստեղ քո ներկայությունն է։ Օրհնյալ լինի քո անունը։ Փառաբանում ենք քեզ, երկրպագում ենք, խոնարհվում ենք քո առջև եւ հանձնվում քո ձեռքերի մեջ։ Հալելույա։ Եկեք Աստծուն տանք մեծ փառք եւ օրհնություն։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մինչև կնստեք սիրելի քույրեր եղբայրներ, ողջունում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, շատերի ճանաչում եմ, չեմ ուզում դրա վրա կանգ առնել, ներող եղեք։ Ես մասնագիտությունով իբր թե մաթեմատիկ եմ, իբր թե մտածող։ Եվ իմ բոլոր հակումներով ու տրամաբանությունով ես ավելի մոտ եմ աթեիստ լինելուն, քան հավատացյալ։ Չկա որևէ հրաշք, որևէ զորություն, որևէ գեղեցիկ բացատրություն, որ կարող է իմ վրա ունենալ այնպիսի ազդեցություն, որ ես հավատամ եւ ասեմ դա վերջն է։ Միայն մի բան կա, որի առաջ ես պարտվել եմ միշտ, պարտվում եմ եւ միշտ պիտի պարտվեմ։ Դա Տիրոջ ներկայությունն է։ Քիչ չէ որ հավատացյալ եմ, 20 տարի ավել է։ Ես տեսել եմ լավ ծառայություններ, տեսել եմ միջին ծառայություններ, տեսել եմ նաև ծառայություններ, որից հետո գնացել եմ տուն, ողբացել, լացել, որովհետև սոված եմ եղել, որովհետև բավարարված չեմ եղել։ Բայց մի բան կա, որը ինձ միշտ գերել է։ Ենթադրենք երգում ենք 4 երգ, երգում ենք 5 երգ, չգիտեմ։ Հետո սկսում ես խոսել հավատակից բարեկամների հետ, քույրերի եղբայրների հետ։ Եվ ասում են երկրորդ երգի երկրորդ տան այս ինչ նախադասության ժամանակ Տիրոջ ներկայությունը կար։ Եվ իմ մաթեմատիկական, իբր մաթեմատիկական ուղեղը չի կարողանում հակառակվել սրան, որովհետև երբ որ նա գալիս է, քարերն էլ աղաղակում են։ Երբ որ նա գալիս է, լավ ենթադրենք դու ես սխալվել, բայց կողքինդ էլ է ասում, որ նա եկել է։ Մեր Աստվածը կենդանի է, մեր Աստվածը իրական է, եւ մեր Աստծուն լինի մեծ փառք։ Պատվենք նրան, որ նա այսօր այստեղ է։ Շնորհակալ ենք Տեր մեր, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք փառաբանության ծառայությանը, շնորհակալ ենք բոլորիդ, օրհնեք միմյանց եւ համեցեք նստեք։ Սիրելիներ, մենք հայերս, երբ որ հանդիպում ենք իրար, բարևում ենք իրար, համարյա թե բարևին հավասար, բարևի պես իրար հարցնում ենք ոնց ես։ Իսկ եթե ավելի ուշ ենք տեսնում, առավել եւս հարցնում ենք ոնց ես, ոնց է կյանքդ, ինչպես է ընթացքդ, ոնց եք ապրում եւ այսպես շարունակ։ Դրան տարբեր պատասխաններ կա։ Իմ ամենասիրած պատասխանը փառք Աստծունն է, փառք Աստծուն, Աստծով կանք։ Մարդիկ կան, ովքեր այնպես ջիգարով են ասում, որ շատ լավ կամ գերազանց, ոնց ուզի ամել աշկը դանի։ Մի ժամանակ կար այն դավանությունների ժամանակ, այն ժամանակ էլ որ ասում էին ոնց ես, ասում էին փառքի ու պատվի մեջ։ Բայց իսկապես սա կարևոր հարց է։ Մենք չենք նստում իրար պատմում, թե ինչպես ենք։ Մենք տենց երկար ժամանակ չենք ծախսում, դա ավելի օգտագործում ենք որպես կուլտուրական բառ, բարևի պես, ողջունի պես, ինչ որ մի բառ։ Եվ այս կոնտեքստում ես հիշում եմ մեր ուսուցիչներից մեկին, դուք էլ ձեր դպրոցում եք նման ուսուցիչ ունեցել, ով ինչ որ մի դասի ասաց. գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Մարս մոլորակի վրա կյանք չկա։ Տիեզերքի ոչ մի մասում, ոչ մի մոլորակի վրա կյանք չկա։
Դասատուները մեզ բացատրում էին, որ կյանքը կա միայն երկիր մոլորակի վրա։ Իսկ մենք Սուրբ գրքից գիտենք, որովհետև Աստված երկիր մոլորակի համար հրամայել է կյանք։ Եվ երբ որ Աստված հրամայել է կյանք, ծովում կա կյանք, այնտեղ կան ապրողներ։ Երկնքում թռչող թռչուններ կան, ժայռերի խոռոչներում ապրողներ կան։ Նույնիսկ գետնի տակ որոշակի խորության վրա կյանք կա, այնտեղ որդեր, բլոճներ ապրում են եւ այլն։ Կյանք։ Աստված տարբեր միջավայրերում դրել է կյանք։ Եվ երբ որ Աստված դրել է կյանք, այնտեղ կան նաեւ ապրողներ։ Ձեր տանն էլ կա կյանք։ Մեր տանն էլ կա կյանք։ Եվ դու ապրում ես ձեր տանը, ես ապրում եմ մեր տանը։ Ավելին ասեմ, այն իրավիճակը, որի մեջ որ ապրում ես, այն ընթացքը, որով որ անցնում ես, այն մթնոլորտը հոգեբանները աուրա են ասում, որը որ քեզ շրջապատում է, Աստված այդտեղ է հրամայել կյանք, եւ դու այդտեղ ապրում ես։ Ուրեմն Աստծո հրամանն է կյանք ապրիր երկիր մոլորակի վրա եւ ամենուր։ Ձեր իրավիճակը իմից տարբեր է։ Ամեն մեկս ինչ որ մի իրավիճակում ապրում ենք, բայց կանք այդ իրավիճակում մենք կանք։ Թե ինչու ես դու, ինչով ես անցնում դու, գիտես դու եւ գիտի Աստված, բայց ապրում ես։ Նոյի ժամանակներում ամենուր ջրհեղեղ էր, աղաղակ, մահ, բայց տապանում կար կյանք եւ տապանում կային ապրողներ։ Նրանք բնակվում էին տապանում։ Նաբուգոդոնոսոր թագավորի յոթնապատիկ բորբոքված կրակը թեև վառեց դահիճներին, բայց Սեդրակ, Միսակ, Աբեդնակովի համար այդ կրակի մեջ էլ կյանք կար։ Եվ այդ կյանքի անունն է Հիսուս Քրիստոս։ Տերը չասաց ջրերի միջով չես անցնի, կրակներով չես անցնի։ Նա ասաց, երբ ջրերի միջով, ես ուզում եմ սա շեշտել, ջրերի միջով, ոչ թե ջրերի ափով։ Երբ որ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ։ Երբ քայլես կրակի միջով չես այրվի եւ բոցը քեզ չի լափի, քանի որ ես Տերս քո Աստվածն եմ։ Ինչի միջով էլ որ անցնես, Տերը ասում է ես քեզ հետ եմ։ Եվ այնտեղ կա կյանք եւ դու այնտեղ կապրես։ Երկիր մոլորակի վրա ողջ կենթանական աշխարհը մենք դա գիտենք, իրեն համապատասխան միջավայր է ստեղծում, որը իր ապահովության կոմֆորտի զոնան է, այն տարածքը, որտեղ որ նա պաշտպանված է։ Ցանկացած կենթանի, որջեր են սարքում իրենց համար եւ այսպես շարունակ, եւ առավել եւս մարդը։ Եթե օրինակ ծտերի օրինակով այս հարցին նայենք, ինչքան որ փոքր է ծիտը, այնքան շատ ավելի ներսի կողմից մանավանդ նուրբ է նրա բույնը, փափուկ։ Ինչքան որ մեծ է թռչունը, օրինակ արծիվը բնակվում է ժայռերի վրա։ Նրա բույնը հաստ փայտերից են։ Ավելին, նրա ընթացքի մեջ գալիս է ինչ-որ մի պահ, որ նա քանդում է այդ բույնը, որպեսզի իր ձագերը այնտեղից թռչեն։ Այսպիսով, մարդը եւս, որտեղ որ կա, ինչում որ կա, փորձում է իր համար ստեղծել ապահովության ինչ-որ զոնա, որտեղ ապահով կլինի ինքը, նա օգտագործում է փող, ծախսում է ջանք, հնարամտություններ եւ այլն, որ ոչ միայն ինքը լինի ապահով, այլ նաեւ իր երեխաները լինեն ապահով։ Դրա մեջ իհարկե վատ բան չկա, ավելին դա լավ բան է, բայց այսօրվա իմ պատգամը ուղղված է սրան, որ այդ ապահովությունը շատ փխրուն է։ Բաբելոնում մարդիկ որոշեցին իրենց համար ապահով միջավայր ստեղծել։ Նրանք, ովքեր որ Նոյան տապանի մեջ երկար ժամանակ ապրել էին, հետո եկան ցամաք, Սուրբ Գիրքը ասում է, որ հետո եկան Սենաարի երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցին այնտեղ։
որտեղ որ բնակվում էին, այդտեղ էլ ուզեցին ստեղծել իրենց ապահովությունը եւ իրար ասացին. մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ նրա գլխին միջև երկինք լինի։ Մի աշտարակ, որ նրա գլուխը միջև երկինք լինի եւ մեզ համար անուն ստանանք, որպեսզի չցրվենք բոլոր երկրի երեսին։ Սրանց արածը վատ բան չէր։ Ստեղծել էին քաղաք ապրելու համար, իսկ քաղաքի մեջ ապահովության գրավականը աշտարակն է, ստեղծել էին աշտարակ։ Աշտարակը այն ժամանակներում քաղաքային ամրոցներն էին, բերդերն էին, որ հարձակումների ժամանակ, երբ որ ամեն տեղից հույսը կտրվի, վերջին կետը, որտեղ կարող են գտնել ապահովություն, գնան աշտարակ։ Բայց այս աշտարակի հետ կապված մի քանի խնդիրներ կա, որը գիտեմ, որ գիտեք, բայց եկեք հերթականությամբ նկատենք։ Ասում է, որ նրանք աշտարակ ուզեցին կառուցել, որի գլուխը հասնում է երկինք։ Եթե մարդկանց աստվածաշնչյան գիտելիքները մուլտֆիլմների եւ արվեստի գործերի նկարների միջոցով են, գուցե պատկերացնում եք, որ այդ աշտարակները այնքան բարձր պիտի բարձրանային, որ հասնեին ամպերին ու ամպերից անցնեին։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ այնտեղ կռապաշտության թեմա էր շոշափվում, որի վրա շատ չեմ ուզի կանգ առնել, բայց եթե ամենակարճ եւ համեստ կերպով ասենք, նրանք կառուցեցին մի ապահով աշտարակ, մի ապահովության միջավայր, որը բոլոր տներից ավելի բարձր էր, որը փառավոր էր։ Ամեն։ Եվ ասացին, անուն ստանանք, մի աշտարակ շինենք եւ անուն ստանանք։ Սա հպարտություն ու մեծամտություն է, որովհետև Սուրբ Գիրքն ասում է ամեն նահապետություն Աստծուց է անուն առնում եւ ոչ թե աշտարակով կամ քաղաքով։ Սրանք ուզում էին կառուցել մի աշտարակ, մի քաղաք, որով էլ անուն պիտի ստանային։ Եվ նրանց նպատակն էր ապահով ապրել։ Եթե իմ բառերով կարճ ասեմ նրանց միտքը, նրանք ասում էին. մենք ստեղծում ենք աշտարակ, մեր ապահովությունը, որը բարձր է, ժամանակակից լեզվով ասած զիլ, փառավոր, մեր գաղափարը, մեր կուռքը կդնենք այնտեղ, որը մեզ բոլորիս կհամախմբի եւ այդ գաղափարով ապահով եւ միաբան ընթացք կունենանք։ Ով, բայց մենք չենք ծրվի։ Ում հետ ինչ էլ որ պատահի, մենք այս քաղաքի մեջ ապահով կլինենք, որովհետեւ մենք ունենք մի հզոր աշտարակ։ Այս մտքերը թվում է թե պրոգրեսիայի մասին են խոսում, զարգացման, բարգավաճման, ինչ վատ բան կա դեղ, բայց գրված է Տերը իջավ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու եւ Տերն ասաց. ահա մեկ ազգ եւ մեկ լեզու է նրանց համար եւ սկսեցին շինել։ Հիմա նրանց համար դժվար չի լինի ինչ որ խորհեցին շինեն եւ իջնենք եւ այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ իրար լեզու չհասկանան եւ Տերը նրանց ցրեց բոլոր երկրի վրա եւ քաղաքը շինելուց դադարեցին։ Ես ուզում եմ իմ կարծիքով կարևոր հայտարարություն անել։ Ես ընտրել եմ այս պատգամը այսօր, որովհետև այս պահի դրությամբ ես հավատում եմ այս պատգամին։ Եվ հետևյալն եմ ուզում ասել. Աստված դեմ չի պրոգրեսին, Աստված դեմ չի բարգավաճմանը, Աստված դեմ չի ապահովությանը, Աստված դեմ է կյանքի մասին սխալ պատկերացմանը։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. Տիրոջ անունն է ամուր աշտարակ, այնտեղ է փախչում արդարը եւ ապահովություն է գտնում։ Չկա որևէ ապահովություն, չկա որևէ աշտարակ, չկա որևէ գաղափար, չկա որևէ նյութ, չկա որևէ ուժ, որը կարող է ինձ եւ քեզ համար հանդիսանալ ապահովության վերջին ինստանցիա։ Տիրոջ անունն է ամուր աշտարակ։ Եթե հավատում ես, ասա ամեն։ Ցավոք սրտի բոլոր ազգերը եւ բոլոր սերունդները իրենց աշտարակն են կառուցում։ Մեր երկիրը եւս 70 տարի ԽՍՀՄ կոչված եղբայրություն, հավասարություն, աթեիզմ աշտարակն էր կառուցել եւ մտածում էր, որ այդ աշտարակը ապահովություն է իրենց համար
իրենք կապրեն եւ կբարգավաճեն, կոմունիզմ կգա, բայց փուլ եկավ։ Շատ միություններ քանդվել են եւ պիտի շարունակաբար քանդվեն, որովհետեւ միայն մի ապահստարան կա, մի ապահովության աշտարակ կա, որը երբեք փուլ չի գա։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ ցավոք սրտի, ինչպես արդեն ասացի, այս սերունդն էլ յուրովի կերպով իր բաբելոնյան աշտարակն է ուզում սարքել։ Մեկի համար փողն է աշտարակ, մեկի համար դիրքը, մեկի համար իր տաղանդը, հայտնի ֆիլմի մեջ ասում էր հո խելքս հետս է, իր խելքը, բայց ես ուզում եմ մի տհաճ հարց տալ, որովհետև ես ուզում եմ ազնիվ խոսենք իրար հետ։ Աստված հեռու տանի, իհարկե։ Ինչ պիտի անեն քո փողերը, եթե օրինակ քո կինը Աստված հեռու տանի։ Պայմանական եմ ասում։ Հիվանդանա անբուժելի քաղցկեղով։ Ինչ պիտի անի փողը։ Փողը հուսալի աշտարակ չէ։ Գրված է. Տերը իջավ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։ Ես ուզում եմ ասել, որ նա տեսնում է քո բնակավայրը։ Թե ինչի մեջ ես ապրում։ Թե ինչ ընթացքով ես անցնում։ Նա տեսնում է, թե ինչ է շրջապատում քեզ, ինչ հոգսեր եւ ինչ ուրախություններ։ Նա այդ քաղաքի մեջ պայմանական ասած տեսնում է նաև բարձր աշտարակը։ Քո կյանքի մեջ եղած բարձր աշտարակը նա տեսնում է երկնքից։ Նա իջավ մարդկանց որդիների շինած քաղաքն էլ տեսնելու, աշտարակն էլ տեսնելու։ Աստված ուզում է հասկանալ քո ապահովության աշտարակի անունը ինչ է։ Դատավորաց 8-րդ գլխում Գեդեոնը պատերազմի եւ պայքարի մեջ էր, եւ նա եկավ Փանուելի որդիների մոտ եւ ասաց. իմ զորքը նվաղել է, հաց չունենք ուտելու, հաց տվեք, որ ուտենք։ Եվ այդ ժողովուրդը պատասխանեցին, ասին, իբր դու գնացել թշնամուն հաղթել ես, հաղթողի նմանել, ուզում ես, որ մենք քեզ ծառայենք։ Գեդեոնը ասաց, ես գնում եմ, բայց երբ որ վերադառնամ, այն աշտարակը, որ դուք ունեք, ես կքանդեմ։ Եվ Գեդեոնը եկավ ու քանդեց։ Նրանք մտածում էին, որ դա Գեդեոնի խնդիրն է։ Նրանք չէին միաբանվել Աստծո եւ Գեդեոնի սրին։ Մտածելով, որ մյուս մասերը անապահով են, բայց իրենք հո աշտարակ ունեն։ Եվ երբ որ Գեդեոնը քանդեց այդ աշտարակը, Սուրբ Գիրքն ասում է, որ այնտեղ մարդիկ տակը մնացին եւ մեռան։ Ես ասում եմ ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո խոսքով, ասում եմ առաջին հերթին ինձ։ Շատ աշտարակներ են փլվել եւ մարդկանց կոտորել այդ աշտարակին հուսացողներին։ Եվ նրանք ավելի մեղավորներ չէին, քան մենք։ Բայց ասում եմ ձեզ, կասեր Հիսուսը, եթե մենք աշտարակը մեր չդարձնենք Տիրոջ անունը եւ Տիրոջ ճշմարտությունը, ամենքս էլ այդպես կկորչենք։ Ինչ չի հետաքրքրում, թե ով ինչ աշտարակից է վնասվել։ Իմ աշտարակը նրանից լավը չէ, եթե Տերը չէ։ Կարող ես ասել ամեն։ Աշտարակ շինողները մեկ լեզու եւ մեկ խոսվածք էին։ Նրանց մայրենի լեզուն էլ էր հասկանալի, նրանց խոսվածքն էլ բնագրային բառը իդեան է, գաղափարը, մի խելքի մարդիկ էին։ Բոլորը մտածում էին նույն կերպ։ Եվ ինչ արեց Աստված։ Աստված եկավ խառնեց։ Ես մի քիչ փորձում եմ, չգիտեմ ինչքանով ստացվում, ուզում եմ այլաբանորեն ասել, որ Աստված քո եւ իմ կյանքը մեր գաղափարախոսությունների, մեր պատկերացումների, եթե կուզես նույնիսկ հավատք չասեմ, լավ, հավատքը սուրբ բառ է, աստվածաբանությունը կամ աստվածաճանաչողությունը կխառնի, որ անշարժը անշարժ մնա, շարժվողները փուլ գան։ Կործանվող աշտարակները, բոլոր տեսակի կործանվող աշտարակները շինել են մեկ լեզու եւ մեկ խոսվածք ունեցող մարդիկ։ Եթե լեզուները տարբեր են, եթե կյանքերը տարբեր են, եթե իրավիճակները տարբեր են,
Լավ, այսպես ասեմ, մեծահարուստ մարդը աղքատի հետ ոչ բիզնես կսկսի, ոչ ներդրում կանի, ոչ աշտարակ կկառուցի։ Նա կգտնի իր լեզուն եւ իր խոսվածքը հասկացող մեկին, որովհետեւ պիտի մի միտք լինի։ Եվ իդեպ Աստված հաստատեց այս խոսքը, ասեց նրանք սկսել են, ավարտին կհասցնեն։ Բայց երբ որ խառնվում է ամեն բան, երբ որ բաժանվում են լեզուները, երբ որ ինչ որ մեկին հարցնում ես ո՞նց ես եւ ասում է փառքի եւ պատվի մեջ եմ, իսկ մյուսին հարցնում ես, ասում է ես ուզում եմ այսօր աշխատել, որ կարողանամ 2 լավաշ առնել, նրանց աշտարակը չի կարող նույնը լինել։ Բազմազանությանը, եթե փորձեմ սահմանել, բազմազանությանը կուռքը չի կարող դիմանալ։ Սուտ վարդապետությունը, սուտ գաղափարախոսությունը, ոչ երկնային ճշմարտությունից բացի այլ ճշմարտությունները կյանքի բազմազանությանը չեն դիմանում։ Քանդվում են, ցրիվ են գալիս։ Ես չեմ կարծում, որ գիտեք, բանը սա ուղղակի պայմանական եմ ուզում ասեմ, չմտածեք ղարաբաղցիները Ղարաբաղսկի սինդրոմ ունեն եւ անընդհատ պատերազմից են խոսում, բայց կար ժամանակ, որ մենք գրքեր էինք կարդում, որոնց հեղինակները ամերիկացիներ էին եւ դավանում էինք այն, ինչ որ դավանում էին Ամերիկայում բնակվողները։ Բայց երբ որ պատերազմը սկսեց, մեր դավանությունները փոխվեցին։ Բազմազանությանը կուռքը չի դիմանում։ Միայն մեկը կա, ով ասաց, երբ որ հարցրեց Մովսես ինչ է քո անունը, ասեց ես եմ, որ եմ։ Քանիսդ գիտեք, որ բնագրային բառը, եթե բառացի թարգմանենք, ստացվում է այսպես. ես նա եմ, ով եմ, ես կանեմ այնպես, ինչպես որ կանեմ, ես կլինեմ նա, ով որ կլինեմ։ Մեր թագավորը եւ մեր Աստվածը բոլոր իրավիճակներից գլուխ է հանում։ Հալելույա։ Մեր իրականության մեջ եւ հենց հիմա այստեղ նստած մարդկանց մեջ մեկը ուրախ է, մյուսը նեղություն է քաշում։ Մեկը ամուսնացած է, մյուսը ամուսնացած չէ։ Մեկը իր ծնողների գուրգուրանքն է վայելել եւ հոգատարությունը, մյուսի ծնողները բաժանված են եղել։ Եվ երբ որ ծնողների գուրգուրանքը վայելածները սկսում են քարոզել, որ կյանքի օրհնությունը միայն եւ միայն կախված է լավ ծնողներ ունենալուց, նրանք իրար հետ կառուցում են աշտարակ։ Դարձյալ Աստված հեռու տանի, բայց գուցե այդ աշտարակն էլ մի օր փուլ գա, որովհետեւ երեխան իշխանություն չունի իր ծնողների վրա։ Բայց ինչ անի նա, ով որ երեխա էր եւ հանկարծ հայտնաբերել է, որ իր ծնողները իրար հետ չեն ապրում։ Բայց կա մի աշտարակ, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Այնտեղ է փախչում ամեն արդար եւ այնտեղ ապահովություն է գտնում։ Հալելույա, հալելույա։ Տիրոջ անունը ամենքից բավարար է։ Եթե մեկը բարգավաճման, միայն առողջության եւ դրական ինչ որ բաների մեջ է տեսնում ապահովությունը, ուրեմն Տերը չէ նրա աշտարակը։ Երկրորդ, այդ աշտարակը կքանդվի անպայմանորեն։ Եվ ինչքան շուտ քանդվի, այնքան լավ։ Եվ երրորդ, այդ աշտարակը ընդունակ չէ իր մեջ ներառել եւ հարուստին եւ աղքատին, եւ բաժանված ծնող ունեցողին եւ չբաժանվածին։ Բայց մեր Տիրոջ անունը բոլորիս համար ամուր աշտարակ է։ Տեր Եհովան դաշտերում էլ է Աստված, սարերի վրա էլ է Աստված, իմ իրավիճակի մեջ էլ է Աստված, քո իրավիճակի մեջ էլ է Աստված։ Ուրեմն եկ իրար չասենք դու ինչ չես հասկանում, իմ իրավիճակը այլ է, ոչ մի բան էլ այլ չէ Աստծո համար։ Աստված բոլորից գլուխ կհանի։ Սուրբ գրքում գրված չէ, որ եթե հանկարծ մեկի կացինը դուրս թռնի եւ կպնի ինչ որ մեկի ճակատին իր ընկերոջ կամ իր երեխայի եւ սպանի, ուրեմն ծանր հանցանք է արել պարտադիր կերպով։ Սուրբ գիրքը ասում է, որ կարող է պատահել։ Ես չեմ ասում Աստծո վերահսկողությունից դուրս, Աստված վերահսկում է ամեն բան։ Բայց տեսնում եք, որ Աստված բոլոր իրավիճակների համար պատասխան ունի։
Եվ այդ քույրը աստվածաբանական դպրոցը ավարտեց հետո։ Նրա կյանքը շարունակվեց։ Իհարկե դա սպի է, որ կմնա նրա սրտում, եւ նա ինչ որ բաներ հասկացել է Աստծուց այդ ապրումները ունենալով։ Բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալը, որ հաճախ մեր մտածելակերպը փուլ է գալիս, որովհետեւ այդ հարցը մենք այդպես չէինք պատկերացրել։ Հոբի ուղեղը ճաքում էր, կնոջինը ավելի, իսկ ընկերները ընդհանրապես գժվել էին։ Ինչպես կարող է արդար մարդուն վատ բան պատահել։ Որովհետև աշտարակ էր կառուցվել, որի գաղափարախոսական կողմը հետևյալն էր. քանի որ ես տալիս եմ իմ տասանորդը, քանի որ ես մասնակցում եմ պաշտամունքին, ծիտիկներին էլ տալիս եմ կորեկ, ուրեմն ինձ չար բան չի պատահի։ Բայց Տիրոջ անունն է ամուր աշտարակ, եւ այնտեղ է փախչում արդարը եւ ապահովություն գտնում։ Ինձ այլևս Նոեմի չասեք, ինձ Մարա ասեք, քանի որ Բարձրյալը ինձ լցրել է դառնությամբ, ասաց երկու որդի կորցրած, որբևայրի մի կին։ Բայց նա պիտի ապրեր։ Նա պիտի ապրեր։ Երկիր մոլորակի վրա պատվիրված է ապրել։ Եվ ես այսօր եկել եմ այստեղ քարոզելու, Տերը հրամայում է ապրիր։ Տերը հրամայում է կյանք, որովհետև Տիրոջ անունը ամուր աշտարակ է։ Եվ Նոեմին վերցրեց իր հարսին եւ վերադարձավ Բեթլեհեմ։ Եվ Բոոսի լեզվով ասած, նրանք եկան ապաստան գտնեն Բարձրյալ Աստծո թևերի տակ։ Սա խոսք էր ուղղված Ռութին, բայց առաջին հերթին սա ուղղված էր Նոեմիին։ Ես չեմ ուզում Նոեմիին դատել, մի այլ քարոզում կդատենք։ Բեթլեհեմը թողելու համար։ Բայց նրանք եկան եւ մտան Աստծո թևերի տակ։ Ուրեմն հրամայված է ապրել, որովհետեւ արդարը, երբ որ իր բոլոր աշտարակները քանդվում են, ունի մի աշտարակ, որի անունն է Տեր Հիսուս, փախչում է այնտեղ եւ հենց այնտեղ ապահովություն է գտնում։ Ես ուզում եմ մոտենալ ավարտին արագացնեմ։ Հետևյալ հարցին եմ ուզում պատասխանել, իսկ ինչպես ապրել։ Այդ ասելը հեշտ է, ասում ես ապրի, բա ոնց ապրենք։ Եթե կարդակ, այսինքն գիտեմ, որ կարդացել եք Հռութի գիրքը, Նոեմի շարունակաբար, մի անգամ չէ, շարունակաբար, քանի անգամներ Հռութի հետ զրուցելիս ասում է, օրհնյալ լինի Տեր Աստվածը, Բարձրյալ Աստվածը, որ մեզ առանց ազգական չթողեց եւ այլն, որ իր ողորմությունը չկտրեց այն մեռելներից, նկատի ունի իր որդիներին եւ ամուսնուն եւ կենդանիներից։ Ողորմություն բառը շարունակաբար կրկնում է։ Իմ հոգեվոր փորձառության մեջ ես նկատել եմ եւ կարծում եմ դուք էլ, երբ որ արդարը իր նեղության ժամանակ վազում է Հիսուս Քրիստոս անունը կրող միակ անսասան աշտարակի մեջ մտնելու, նա այնտեղ ապրելով այնտեղից տեսնում է միմիայն Տիրոջ ողորմությունները։ Հնարավոր չէ լինել Աստծո ծածկոցի տակ եւ աջ ու ձախ չնկատել, որ Աստված ողորմած է։ Աստված ողորմած է։ Թույլ կտակ խնդրեմ շրջվես կողքինիդ առանց կատակի ասես Տերը իմ կյանքում շատ ողորմած է։ Նոեմիին պատվիրված էր ապրել։ Նրա որդիները մեռել էին, նրա ամուսինը մեռել էր, նա շատ կորուստներ էր ունեցել, մենք արձանագրում ենք այդ փաստը, բայց նա եկավ Աստծո թևերի տակ եւ նա պիտի ապրեր։ Եվ նա ապրում էր ամենուրեք տեսնելով Տիրոջ ողորմությունը։ Երկրորդ, նա տեսնում էր, որ ինքը ինչ որ մեկին ծառայելու համար է։ Մենք կարդում ենք այսօր Ռայկոմում էլ Արմեն եղբայրս կարդաց։ Նա իր հարսին ասում է. «Աղջիկս, ես ուզում եմ, որ քեզ համար լավ լինի»։ Կա այս երկիր մոլորակի վրա գոնե մեկ մարդ, ում համար ուզում ես, որ լավ լինի։ Դու կանչված ես նրան ծառայելու։ Նոեմին ապրում էր ուրիշի համար, ուրիշին խորհուրդ տալով, ուրիշին քաջալերելով, ուրիշին բարձրացնելով, չնայելով իր ընթացքին։ Նա չէր ասում, քանի որ ես կորցրել եմ իմ ամուսնուն, թող նրանցն էլ կորչի։ Գիտեք, այդպիսի մարդիկ էլ կան։ Երբեմն զինվորականները, երբ որ
Աստծո ողորմությունով կենթանի են մնացել, որոշ ծնողների մոտ չեն ուզում երևալ, որովհետև այնպիսի տպավորություն է կարծես նրանց հաշվին են ապրում, ամեն մեկս ապրում ենք Տիրոջ հաշվին։ Ալելույա։ Բայց Նոեմին ասում է, չէ աղջիկս, ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Եթե ինչ որ մեկի ծնողները բաժանված են եղել, դու հայտնաբերել ես, որ քո papan maman իրար հետ չեն, դա չի նշանակում, որ մինչև 40-50 տարին քո կյանքի արդեն թորնատեր մարդ լինես եւ քո կյանքի ամեն մի դժբախտությունը վերագրես այդ մի հատ բառ կա, չեն հոգեբանները, որ ասում են տրավմա։ Մեր Աստվածը տրավման բժշկում է։ Ես չեմ անարգում տրավման, ես մեծ չեմ խոսում տրավմաների նկատմամբ, բայց ես ճանաչում եմ նրան, ով որ բժշկում է ամեն տրավմայից։ Եվ պետք չի վախենալ, այդպիսի գրքեր էլ կան, որ ուրեմն նրանց երեխաներն էլ կբաժանվեն, այսա թոռներն էլ կբաժանվեն, ոչ ոք էլ չի բաժանվի։ Նոեմիի պես պիտի ասի, աղջիկս, իմ ծնողները իրար հետ չեն եղել։ Իմ կյանքը այսպես է դասավորվել։ Կան բաներ, որ ինձանից կախված չեն եղել, բայց ես եկել եմ եւ մտել եմ Աստծո թևերի տակ։ Եվ Աստծուց մխիթարություն ու օրհնություն եմ գտել։ Եվ հիմա քեզ խորհուրդ եմ տալիս, աղջիկս, քեզ համար կարող է լավ լինել։ Թող քեզ համար լավ լինի։ Եվ թոռը ծնվեց, Նոեմիի հոգիի մխիթարություն, ծերության խնամող, ասում էին երեխա, որը 7 որդիներից ավելի լավ է, Նոեմին առավ տղային իր գիրկը, նրան դայակ եղավ եւ հարևան կանայք ասեցին, Նոեմիին մի որդի է ծնվել։ Հիշում եք նա ասում էր, ես ծեր եմ, ինձ որդի, Նոեմիին որդի է ծնվել եւ նրա անունը Օվբեդ դրեցին, որը նշանակում է Աստծո ծառա կամ նշանակում է երկրպագու։ Տիրոջ անունը ամուր աշտարակ է։ Այնտեղ է փախչում արդարը եւ հենց այնտեղ ապահովություն գտնում եւ հենց այնտեղից ողորմություն տեսնում եւ հենց այնտեղ ծառայում ուրիշներին եւ հենց այնտեղ երջանիկ լինում։ Մեկը ամուսնացած է, մյուսը ամուսնացած չէ։ Եթե մեր աշտարակը ամուսնությունն է, բա որ փուլ գա։ Բայց եթե մեր աշտարակը Տերն է, ամուսնացածը թող երջանիկ լինի այդ աշտարակում, չամուսնացածն էլ երջանիկ լինի այդ նույն աշտարակում։ Մեր Տերը հերիք է բոլորին։ Խնդրում եմ փառաբանության խումբը թող գա եւ վերջին օրինակով ավարտեմ։ Տիրոջ խոսքը եղավ Եղիա մարգարեին սովի ժամանակ։ Գնա Քերիթ հեղեղատը եւ այնտեղ հեղեղատից կխմես, ագրավներին էլ հրամայել են, որ քեզ կերակրեն։ Ագրավների բաժինը գերբնական բաժին է, ագրավները միս էին բերում նրա համար, բայց ջուր խմելը, գիտեք, Աստված ամեն ինչ մեր պատկերացրած կերպով չի անում։ Ինչ որ բան, հացը կարող է լինել գերբնական, ջուրը պարտադիր չէ որ լինի գերբնական։ Ասեց հեղեղատից կխմես։ Հեղեղատը գիտեք ինչ է։ Երբ որ Արագահոս գետը մանավանդ անձրևների ժամանակ հոսում է շատ արագ, ձորի պես քանդում է հողը։ Հայերեն մի բառ կա, խանդակ։ Ղարաբաղում մեր գյուղում ասում էին ղանդաղ։ Այսինքն դու տեսնում ես մեծ ձոր, խորը ձոր։ Հասկանում ես, որ ջուրն է քանդել, բայց հոսում է մի փոքր առու կամ մի փոքր գետակ։ Դա հեղեղատն է։ Եվ Եղիան գնաց այնտեղ եւ օրստորե հեղեղատն էլ ցամաքում էր։ Եվ Տերը հետո նրան հրաման տվեց, որ գնա Սարեփթացու մոտ։ Այս հատվածից ուզում եմ հետեւյալը ծաղկակաղ անել։ Եղիային Տերը ասաց. գնաս հեղեղատը եւ այնտեղ թաքնվես, այնտեղ ապրես։ Ես ուզում եմ հրճակել հետեւյալը. հեղեղատը չէր Եղիայի աշտարակը։ Այդ հոսող փոքր առուն չէր Եղիայի աշտարակը, որ քիչ հետո պիտի ցամաքեր։ Եղիան կարող էր թագավորի առաջ էլ ապրել, Քորեբ սարի վրա էլ ապրել, հրեշտակը վեր կացնի կերակրի, Սարեփթացու տանն էլ ապրել, հեղեղատում էլ ապրել։ Նա, ով որ Տիրոջն է դարձրել իր ամուր աշտարակը, նրա կյանքը ինչով էլ որ անցնի, նրա կյանքը ինչ իրավիճակներում էլ որ լինի, քանի որ այդ իրավիճակների մեջ միշտ մի անսասան աշտարակ կա, որի անունն է մեր բերդը, մեր ամրոցը, Հիսուս Քրիստոս մեր Տերը,
մարդը կապրի։ Տերը պատվիրում է ապրիր, որովհետև Տերը հրամայում է և հաստատվում է։ Ալելույա։ Դավիթը քարայրում է ապրել, անապատում է թաքնվել, դաշտում է թաքնվել, փոսում է թաքնվել, պալատում է ապրել։ Մի թաքստոց ուներ, որ ամենաթանկն էր, որ թագավոր եղած ժամանակ էլ փափագում էր այնտեղ լինել։ Դա Տիրոջ խորանն է։ Չար օրում նա ծածկում է ինձ իր թևերի տակ եւ իմ ոտքերը կանգնեցնում է ժայռի վրա եւ իմ բերանում դնում է նոր երկ։ Քույրեր, եղբայրներ, այդ վրանի մեջ, այդ մեր բարբարով ասած այդ պալատկայի մեջ ինչ ապահովություն պիտի լինի։ Տիրոջ ներկայությունը մեր ապահովությունն է։ Տիրոջ ներկայությունը թաքցնում է մեզ ամեն կորստից, ամեն արհավիրքից, ամեն սատանայական հարձակումից եւ մեր հոգիներին պարգևում ապահովություն։ Եկեք կանգնենք ոտքի խնդրեմ։ Եվ սատանան Հիսուսին տարավ Սուրբ քաղաքը, կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա եւ նրան ասաց. քեզ վայր գցիր, քանի որ գրված է, նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար եւ իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ ոտքդ քարին չխփես։ Իդեպ Հիսուսը հավիտենական Աստվածն է մեր, սկզբում ներ բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, բայց որպես մարդ նա եկավ թողնելով փառքը, նա եկավ 3.5 տարի ապրեց այս մոլորակի վրա։ Թե ինչեր կատարվեց նրա հետ, մենք բոլորս լավ գիտենք եւ այդ մեր իմացածն է մեզ հավաքել այստեղ։ Բայց խաչի վրա էլ նրա ամուր աշտարակը Աստված էր։ Եվ նա անսասան էր։ Դրա համար նա ասում էր. հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Հիմա քեզ վայր գցիր աշտարակից, որովհետև Տերը քեզ համար խոստացել է ապահովություն։ Իմ քարոզի բովանդակության համապատասխան մի նախադասություն էլ ասեմ եւ վերջացնեմ։ Ես քիչ առաջ ասեցի, որ կուրքերը, կրոնը, նեղ մտածելակերպը չի կարողանում տարուբերումներին, կյանքի ելևեջներին դիմանալ, փուլ է գալիս։ Սա սատանայի ձեռագիրն է, սա Բաբելոնի իմացությունն է։ Հիմա սատանան ասում է, քեզ վայր գցիր, Տերը պիտի քեզ պահի։ Սատանան ուզում է, որ մենք մեր կյանքին նայենք դրվագային։ Այ այս դրվագում Աստված պահեց ինձ։ Սատանան ասում էր, չէ որ գրված է, որ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ քեզ բռնեն եւ ոտքդ քարին չդիպչի։ Բայց քանիստ եք հիշում, որ այս համարը կարճ է ասված։ Այնտեղ երկար է գրված 91 Սաղմոսում, ասում է, քանի որ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ քեզ պահեն քո բոլոր ճանապարհներում։ Մեր Աստվածը մեզ դրվագային չի պահում, մեր Աստվածը մեզ միշտ է պահում։ Ուրեմն վերջին անգամ հռչակում եմ. Տիրոջ անունը ամուր աշտարակ է։ Այնտեղ է փախչում ամեն արդար եւ այնտեղ ապահովություն է գտնում, ոչ թե դրվագային, այլ իր կյանքի բոլոր օրերի համար։ Եվ ես ուզում եմ քո հետ միասին ձեռքեր բարձրացնել դեպի Տերը եւ ասել. Տեր, իմ երիտասարդ հասակից դու ընտրել ես ինձ։ Մանկուց իմ մոր որովայնից խնամք ես տարել ինձ համար։ Եվ ես հավատում եմ, որ միջև խոր ծերություն էլ պտուղ պիտի տամ, որովհետև դու ես իմ Աստվածը, դու ես իմ բերդը, դու ես իմ վեմը, դու ես ամեն բան ինձ համար։ Իմ կյանքի բոլոր օրհնությունները եւ օրերը կապված են քո անվան հետ, Հիսուս Քրիստոս, իմ փրկիչ, իմ վեմ, իմ Աստված։ Ես երկրպագում եմ քեզ։ Եվ իմ ուխտն եմ նորոգում, իմ հավատքն եմ հռչակում, իմ կյանքի բոլոր օրերը պատկանում են քեզ, իմ ընտանիքը պատկանում է քեզ, այն եկեղեցին, որտեղ որ ծառայում ենք, պատկանում է քեզ։ Մենք վստահում ենք, մենք գիտենք ու մենք հավատացել, մենք գիտենք, որ դու ճանապարհի կեսին չես թողնում, այլ այն բարի գործը, որ դու սկսել ես մեր մեջ, դու ավարտին ես հասցնելու ով Աստված։ Եվ ահա այդ հավատքով մենք եկել ենք քո սուրբ ներկայության մեջ, քո ժողովուրդը ձեռքեր է բարձրացնում եւ ասում. Դու ես մեր աշտարակը, քեզանից բացի ապահովություն չունենք,
Քեզանից բացի ուրիշ հույս չունենք, քեզանից բացի ուրիշ աստվածներ չունենք։ Մեր նեղության մեջ դու ես մեր Աստվածը, մեր ուրախության ժամանակ դու ես մեր փրկության բաժակը, դու ես մեր բաժինը, դու ես մեր օրհնությունը։ Տեր մեր, մենք երկրպագում ենք քեզ եւ հռչակում, դու մեր բարձանքն ես, դու մեր եղջյուրը բարձրացնողն ես, դու մեր ապահովությունն ես։ Ես խոնարեցնում եմ իմ սիրտը քո առջև։ Ես գիտակցում եմ, որ հող եմ եւ մոխիր։ Ես գիտակցում եմ, որ առանց քեզ ոչինչ չեմ կարող։ Ես գիտակցում եմ, որ իմ կյանքը առանց քեզ արդեն տանուլ տված է։ Բայց ես հավատում եմ, որ քեզ հետ կարող եմ ամեն բան։ Ես հավատում եմ, որ քեզ հետ ես ունեմ ապագա։ Եվ ես չեմ սպասում ապագայում ինչ որ ճոխ բաների։ Ես ամենաճոխը արդեն ունեմ։ Դա դու ես իմ Քրիստոս, իմ փրկիչ եւ իմ Աստված։ Ահա ձեռքեր ենք բարձրացնում ու երկրպագում ենք քեզ։ Տես, որ մեր ձեռքերի հետ բարձրացրել ենք նաեւ մեր սրտերը։ Քեզ խոնար սրտով ու օրհնում ենք քեզ։ Օ, մեր կյանքը պատկանում է քեզ, ով Աստված։ Եկեք այս երգով երկրպագենք Տիրոջը։ Հալելույա։ Ինձ համար դու ես, թե վերեք, թե ասպարես, դու ինձ կանչողն ես, ինձ գիտես, դու ես միշտ ինձ ասել, միայն դու ես ինձ վեր հանել, արդյունքից ովից ինձ անել, իմ ճամփան դեպի վեր, քո խաչով ես բացելով Տեր, և քո սերն է որ չունի վերջ, ով Տեր, դու ինձ համար եկար, ինձ համար դու սող դարձար, որ իմ սիրտը դառնա տաճար, բայց առանց քեզ ով Տեր, ես չունեմ ուժ և թևեր, քոնն է կյանքս, միշտ քոնն է Տեր, դու ես միշտ ինձ ասել, միայն դու ես ինձ վեր հանել, արդյունքից ովից ինձ անել, իմ ճամփան դեպի վեր, քո խաչով ես բացելով Տեր, և քո սերն է որ չունի վերջ, ով Տեր, դու վեպն ես իմ, ուշտ ես դու իմ, դու լուսավոր ապագան ես իմ լուսավոր ապագան իմ, թող դուր ամուր ես վարվեմ իմ փրկչին, ով զորության, ապավեն զորության, ապավեն դու ես միշտ ինձ ասել, միայն դու ես ինձ վեր հանել, արդյունքից ովից ինձ անել, իմ ճամփան դեպի վեր, քո խաչով ես բացելով Տեր, և քո սերն է որ չունի վերջ, ով Տեր, դու ես միշտ ինձ ասել, միայն դու ես ինձ վեր հանել, արդյունքից ովից